Բարձրացրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 25-ն է։ Կարծում եմ իրոք շատ հետաքրքիր հաղորդում է լինելու այսօր, քանի որ բազմաթիվ երկրներից հետաքրքիր հայտարարություններ են հնչել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ եւ այդտեղ հետաքրքիր ուղերձներ կան հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, շատ հետաքրքիր ուղերձով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, այսինքն այն, որ ինքը խոսել է մեծ եղեռն չի օգտագործել ցեղասպանություն բառը չէ։ Մեզ համար շատ կարևոր է, որ ինքը կենտրոնացել է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատված ռազմավարական հարաբերությունների վրա եւ հետագա ծրագրերի վրա։ Կարևոր հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ կարծում ավելի կարևոր հայտարարությամբ Ֆրանսիայի վարչապետ Լե Կորնյուն, այդտեղ մենք տեսնում ենք, թե Ֆրանսիան ինչպիսի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, խոսքը նաեւ ռազմական համագործակցության եւ ռազմական աջակցության մասին է եւ դրանից բացի անսպասելի եւ շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Վլադիմիր Պուտինը հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ, չափազանց հետաքրքիր հայտարարություն, որը որ ինքը չէր արել երբեք, արդեն 25 տարուց ավել է ինքը ղեկավարում է Ռուսաստանը եւ առաջին անգամ եմ ես տեսնում, որ նման հայտարարությամբ է հանդես գալիս, պետք է հասկանանք ինչու է Պուտինը որոշել հենց հիմա այդպիսի հայտարարությամբ հանդես գալ։ Էլի բազմաթիվ երկրների առաջնորդներ նույնպես հիշել են հայոց ցեղասպանության զոհերին։ Նախքան հաղորդումը սկսելը, խնդրում եմ անպայման լայքեք, ձեր հրաշագործ լայքերը օգնում են մեր ալիքին շատ ավելի արագ տարածվել եւ մեր հաղորդումներին նույնպես արագ տեմպով տարածվել։ Շնորհակալ եմ նախապես։ Տեսնենք, թե ուրեմն սկսենք Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ոչ ամբողջական հայտարարությունից, բայց հայտարարության այն մասից, որը որ ես կարծում եմ ամենակարևորն է մեզ համար։ Լսենք։ Դոնալդ Թրամփ Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են պատմական խաղաղության խորհրդում միավորված մեր նպատակի շուրջ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։ Հայոց հիշատակի այսօրը, երբ մենք սգում ենք մեծ եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, վերահաստատում ենք մեր սուրբ կոչը պաշտպանել անմեղներին, առաջ մղել բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը եւ մշտակել խորը երկյուղածություն ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիք է լինում մեզ յուրաքանչյուր փորձության եւ հաղթանակի ընթացքում։ Ահա ինչպես տեսնում եք, հետաքրքիր շատ ուղերձ է, որտեղ որ հիշատակվում է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունները։ Նա խոսում է կրկին Հարավային Կովկասում երկարատև խաղաղության մասին, ասում է, որ երկարատև խաղաղություն պետք է ստեղծենք միասին, բայց ամենահետաքրքիրը այն է, որ նա ասում է, որ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ստեղծելու հարցում։ Կարծում եմ ավելի կարևոր է Ֆրանսիայի վարչապետ Լե Կորնյուի հայտարարությունը, Սեբաստիան Լե Կորնյուի հայտարարությունը հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ։ Ես հատուկ այն մասերն եմ ընտրել, սիրելի հայրենակիցներ, որոնք որ կոնկրետ վերաբերվում են Հայաստանին եւ օրինակ Ֆրանսիային կամ Հայաստանին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մեր պետությունների միջև համագործակցությանը։ Լսենք, թե ինչ է ասել Լե Կորնյուն։ Սեբաստիան Լե Կորնյու. Հայաստանը գոյատևել է եւ կգոյատևի, Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Բարեկամ երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին դիվանագիտական, արդեն նաև ռազմական առումով, ֆրանսիական զենքերը կանոնավոր կերպով ուղարկվում են ՀՀ, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Այսինքն, Ֆրանսիան արդեն նաև ռազմական առումով է Հայաստանի կողքին։ Սա շատ կարևոր եւ պատասխանատու հայտարարություն է Լե Կորնյուի կողմից եւ սա նաև նույնպես առաջին անգամ է այսպիսի հայտարարություն հնչում ու այստեղից մենք հասկանում ենք մեկ բան, որ նույնիսկ մեկ տարվա մեջ քաղաքականության մեջ շատ բան է փոխվել եւ Ֆրանսիան ընդհանրապես
Եվրոպայում արդեն իրավիճակ է փոխում, տեսնում եք թե ինչպես արագ իր պաշտպանության տակ է վերցնում նաև Լեհաստանը, իր ատոմային պաշտպանության տակ է վերցնում Լեհաստանը եւ ամբողջ Եվրոպան։ Մակրոնը երեք նաև խոսել է եւ հետաքրքիր հայտարարություն է արել, համեմատելով փաստացի ավելի ճիշտ մեկ տեղում դնելով Ամերիկան, Չինաստանը եւ Ռուսաստան, ասում է որ բոլորը լարված են ընդդեմ Եվրոպայի, բոլորը մոտավորապես այն որ փորձում են ճնշում գործադրել Եվրոպայի վրա եւ ասում է որ սա լավ հնարավորություն է Եվրոպայի համար արթնանալ ռազմական նաեւ տեսանկյունից արթնանալ։ Ինչու եմ սա ասում, եթե Մակրոնը ձգտում է որ Եվրոպան ռազմական տեսանկյունից արթնանա, սկսի ավելի շատ զենք արտադրել, ավելի շատ մտածել իր անվտանգության մասին, իսկ Ֆրանսիայի վարչապետը Հայաստանի մասով այդպիսի հայտարարություն է անում, սա չափազանց կարևոր եւ հետաքրքիր հայտարարություն է դառնում։ Եվ Ֆրանսիայի նախագահի այս վերջին հայտարարությունը ես մեջ բերեցի, բայց կարևոր է հասկանալ, որ վերջին 1.5 հատկապես տարիների ընթացքում Ֆրանսիայի նախագահը շատ է բարձրաձայնում Եվրոպայի զինվելու, Եվրոպայի պաշտպանունակությունը բարձրացնելու, Եվրոպայում ՆԱՏՕ-ի նման ինչ-որ շատ կարևոր կառույց ձևավորելու անհրաժեշտության մասին։ Եվ կարծես թե այդ գործը կամաց սկսում է Ֆրանսիան եւ Հայաստանը այս համատեքստում նրանց համար չափազանց կարևոր ուղղություն է դառնում։ Մենք մեր վերլուծությունների մեջ խոսում էինք, թե ինչ է ասել մի քանի օր առաջ Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, ինչ կարևորություն ունի Հայաստանը Եվրոպայի համար, ինչու այդ կարևորությունը ձեռք է բերել Հայաստանը։ Եվ հիմա եթե մենք այս ամենը միասին կապում ենք, հասկանում ենք, որ Հայաստանը բավականին ամուր եւ հզոր դաշնակիցներ ունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առանձին հարաբերություններ խորացող ռազմավարական Ֆրանսիայի հետ մի քանի օրից կստորագրվի, այն կունենա, կարծում եմ, շատ հզոր ռազմական բաղադրիչ, այդ համագործակցությունը արդեն իսկ կա։ Արդեն իսկ ֆրանսիական զենքը գալիս է Հայաստան, իսկ ֆրանսիական զենքը շատ որակյալ է, բնականաբար մենք այդ մասին գիտենք, ֆրանսիականը, գերմանականը, ճապոնականը, ամերիկյանը աշխարհում ամենալավագույն զենքերն են դրանք համարվում, եւ եթե մենք ունենք ֆրանսիական զենքից, ապա մենք ունենք ամենաժամանակակից զենքից, կարելի ասել, ճիշտ է, ոչ բոլոր զինատեսակներից ունենք, բայց այն, որ արդեն հրետանի է սկսել մատակարարել Ֆրանսիան կամ հակաօդային ռադիո լոկացիոն պաշտպանություն, դա շատ բանի մասի է խոսում։ Ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայի նախագահը նույնպես շատ կարևոր ուղերձով է հանդես եկել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Լիբանանի նախագահն է հանդես եկել հայտարարությամբ, բայց կարծում եմ մեզ համար նաև շատ կարևոր է հասկանալ, թե ինչու Վլադիմիր Պուտինը այսպիսի հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ 111 տարի անց հայոց ցեղասպանությունից եւ այն բանից հետո, երբ որ ինքը 4-րդ դար արդեն ղեկավարում է Ռուսաստանով, բայց երբեք նման հայտարարությամբ հանդես չէր եկել։ Ինչ է փոխվել։ Ինքը խոսում է կառավարական ատելության մասին, ազգայնականության մասին, որի հետևանքով հայ ժողովուրդը դարձավ ցեղասպանության զոհ, շատ հետաքրքիր եւ առաջին հայացքից ոգևորիչ հայտարարություններ, չեմ ուզում քննադատաբար մոտենալ այդ հայտարարությանը, քանի որ այդ հայտարարությունը, ինչպես արդեն նշեցի, առաջին հայացքից շատ դրական է, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչու Վլադիմիր Պուտինը եւ ով որ նման հայտարարություններ չէր անում, այս ձևի հայտարարությամբ է հիմա հանդես եկել։ Մի քանի պատճառ կա դրա համար։ Կարծում եմ պատճառ առաջին Ռուսաստանի վարկանիշը Հայաստանի Դաշնությունում շատ լուրջ հակառեկորդներ է գրանցել։ Հայ ժողովուրդը այլևս չի վստահում Ռուսաստանի Դաշնությանը։ Իսկ այս ընտրությունները, որոնք որ պետք է տեղի ունենան, Ռուսաստանի համար չափազանց կարևոր են, ծայրաստիճան կարևոր են։ Դրա համար իրենք ամեն գնով փորձում են օգնել իրենց տեխնացուներին, իրենց ուժերին, որպեսզի դրանք կարողանան Հայաստանում հաղթանակ տանել եւ վերցնել իշխանությունը։ Սա ամենակարևորն է եւ դա է պատճառը, որ այդպիսի հայտարարությամբ է հանդես գալիս Վլադիմիր Պուտինը։ Պատճառը երկրորդ, որը որ նույնպես կապված է
պատճառը առաջինի հետ, դա այն է, որ ինչ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում էր, որ մենք անենք միշտ, այսինքն միշտ հակաթուրքական ալիքի վրա լինենք եւ սնուցենք մեր ազգային գիտակցությունը հակաթուրքականության վրա, տեսնում է, որ այդ ամենը նվազել է, իրենց կողմից չի ստացվում ղեկավարել այդ process-ը, դրա համար արդեն ինքը կողքից ստիպված է այդպիսի հայտարարություններ անում, որպեսզի օգնի, որպեսզի Հայաստանում այդ ուժերը, այդ զգացմունքները կրկին սնուցանվեն։ Պատճառ երրորդը կարծում եմ նույնպես շատ կարևոր է, եւ դա այն է, որ Հայաստանը սկսելով վարել անկախ եւ ինքնիշխան քաղաքականություն, Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ կարող է կորցնել Հայաստանը Ռուսաստանի եւ իր անձամբ սխալ քաղաքականության պատճառով եւ փորձում է այսպիսի հայտարարություններով ցույց տալ հայ ժողովրդին եւ ինչ որ միտեղ նաեւ Հայաստանի իշխանություններին, քանի որ Հայաստանի իշխանություններն էլ դեմ չեն եւ միանշանակ կողմ են, որ նման հայտարարություններ հնչեն, այսինքն ցեղասպանության զոհերի հիշատակը հարգվի եւ նման հայտարարություններ հնչեն, դրա համար Պուտինը որոշել է այդպիսի հայտարարություն անել։ Այսինքն մի քանի կարևոր հանգամանք իրար միացնելով մենք հասկանում ենք, թե ինչու Վլադիմիր Պուտինը նման հայտարարությամբ երեք հանդես եկավ։ Մեկ հայտարարություն կա, որը որ նույնպես մեզ ավելի լավ կօգնի հասկանալ, թե ինչու արել Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն, եւ դա Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունն է։ Նա ասում է, որ Հայաստան ԵՄ նոր առաքելությունը կարող է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա։ Դրանից բացի Զախարովան ասում է, որ Բրյուսելը փորձում է միջամտել երկրի ներքին գործերին անօրինական ֆինանսների եւ կիբերհարձակումների դեմ պայքարի պատրվակով։ Այսինքն ըստ Զախարովայի Բրյուսելը ուղղակի փորձում է միջամտել ներքին գործերին այդ պատրվակով։ Եվ Զախարովան ավելացնում է, որ Մոսկվան հույս ունի, որ հայկական կողմը թույլ չի տա, որ Եվրամիության նոր առաքելությունը երկիրը հակառուսական քաղաքականության մեջ ներքաշի։ Այսինքն իրենք վախենում են, որ հակառուսական տրամադրությունները բորբոքելու Եվրամիության նոր առաքելությունը Հայաստանում ազդելու է երկրի խորհրդարանական ընտրությունների վրա, փորձելու են միջամտել երկրի ներքին գործերին եւ դա տեղի ունենում կիբերհարձակումների դեմ պայքարի պատրվակով եւ դա իրականացնելու են անօրինական ֆինանսավորումների միջոցով։ Տեսուղակի նաեւ իմ լեզվով փորձեցի բացատրել, թե ինչ է ասում Զախարովան, քանի որ դա շատ կարևոր է, երկու անգամ մեկ ստիպված լինում ընթերցել կամ հետո նաեւ անդրադառնալ, բացատրել, մենք սիրելի հայրենակիցներ այնպիսի բարդ պայմաններում ենք գտնվում, որ որևիցե բառ բաց թողնելու հիմա իրավունք չունենք։ Եվ Պուտինի հայտարարությունը, երբ որ մենք հիմա դնում ենք նաև Մարիա Զախարովայի հայտարարության կողքին, հասկանում ենք մեկ պարզ բան. Ռուսաստանի Դաշնությունը նաև վախեր ունի, նաև վախենում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը։ Վախենում է, որ Հայաստանում հիմա հակառուսական տրամադրություններ կբորբոքվեն, բայց մինչև հիմա շատ վատ է, որ դժվար են պատկերացնում ու հասկանում, որ ամենամեծ հակառուսական տրամադրությունների պատճառը եւ հիմքը ստեղծում են հենց իրենց քաղաքականությամբ։ Եվ Պուտինի հայտարարությունը, եթե այս նաեւ դիտանկյունից նայենք, շատ ավելի տրամաբանական եւ հասկանալի է դառնում։ Բայց կարևոր է նաեւ նշել այն, որ այդ հայտարարությամբ Զախարովան փաստացի հասկացնել է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարելու է, տարբեր միջոցներով պայքարելու է այս նոր առաքելության դեմ, Եվրամիության առաքելության դեմ։ Հիմա տեսնենք, թե ինչ կա աշխարհում։ Հիմնականում Իրանի շուրջ։ Ուրեմն, CNN-ը տեղեկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը կարող է սկսեն կետային նոր հարվածներ հասցնել Իրանին, Իրանի առաջնորդներին փորձելով դրանց շարքից հանել, այսինքն կոնկրետ նրանց, ովքեր որ խոչընդոտում են բանակցային գործընթացին։ Շատ հետաքրքիր եւ տրամաբանական
տեղեկություն է մեզ հայտնում CNN-ը։ Դրանից բացի CNN-ի տեղեկություններով Թրամփը Ուիտկոֆին եւ Քուշներին կգործուղի Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար։ Սա ամենահետաքրքիր մասն է։ Վենսը նույնպես պատրաստ է մեկնել Իսլամաբադ, եթե քննարկումները առաջ ընթանան։ Դրանից բացի Սպիտակ տան մամլոխոսնակ Քերոլ Լիվեթը ասում է, թե իբր Իրանն է դիմել Ամերիկայի Միացյալ Նահանգներին հանդիպման համար, նախագահը ուղարկում է Սթիվին եւ Ջերալդին լսելու նրանց առաջարկները։ Դրանից բացի Սպիտակ տան մամլոխոսնակը ավելացնում է, որ արդյունավետ զրույցի հույս ունենք, որը ի վերջո կհանգեցնի համաձայնության։ Բայց հետաքրքիր է այն, որ Իրանի արտգործնախարարը իրոք ժամանելու է Իսլամաբադ։ Հիմա այդպիսի այց է նախատեսվում Իսլամաբադ, Մոսկվա, էլի մի քանի երկիր տարածաշրջանում, բայց ամենակարևորը այն է, որ Թեհրանից նախ իրենց թասիմ գործակալությունը հաղորդեց, որ Ուիտկոֆի, Կուշների եւ Արաքչիի միջև հանդիպում չի նախատեսված եւ Արաքչին մեկնում է Իսլամաբադ կոնկրետ Պակիստանի հետ քննարկելու պատերազմը ավարտին հասցնելու հարցը։ Այստեղից երկու ենթադրություն կարող ենք անել։ Նախ ասեմ նաեւ այն, որ հետո Իրանի արտգործնախարարությունը նույնպես հաղորդագրություն տարածեց, ասելով, որ նախատեսված չի Արաքչիի հանդիպում ամերիկյան կողմի հետ, սակայն որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է կատարվում, Իրանը այստեղ կրկին փորձում է աշխարհին ներկայացնել, որ տեսեք ամերիկացիները իրենք են խնդրում մեզ, որ բանակցենք, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Սպիտակ տան մամլոխոսնակի միջոցով ասում է, որ չէ, իրանցիներն են խնդրում մեզ, որ արիք բանակցենք։ Երկու կողմն էլ այդպես է ներկայացնում։ Իրանը ասում է, որ չէ, մենք ընդհանրապես չենք ուզում բանակցել ամերիկացիների հետ եւ մենք ուղղակի այցելում ենք Իսլամաբադ քննարկելու Պակիստանի իշխանությունների հետ։ Այս ամենից ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ իրականում նախ միջնորդավորված եւ ոչ երկկողմանի բանակցություններ տեղի կունենան, այսինքն իրանական կողմը կբանակցի պակիստանցիների հետ եւ պակիստանցիները կբանակցեն ամերիկացիների հետ եւ այդպես շարունակ, այսինքն ուղիղ բանակցություններ ամենայն հավանականությամբ նախատեսված չեն այս պայմանությամբ ամերիկացիների եւ իրանցիների միջև, բայց կարող է ապագայում ստացվի այնպես, որ նույնիսկ հիմա բանակցությունների ընթացքում ժամեր անց կամ մեկ օր անց, որ արդեն ուղիղ բանակցություններ նույնպես տեղի ունենան կողմերի միջև։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։